Բարի երեկո ձեզ, Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ մեզ եւ ձեզ մեծ ավետիս, լավ օր է, սուրբ օր է, թող ամեն չարը մեր երկրից մաքրի եւ տանի, ի շարունակություն նախորդ վերլուծությունների, նրանց համար, ովքեր հետևում են, շատ շնորհակալ եմ հետաքրքիր մեկնաբանությունների համար, հատկապես երբ որ գտնվում եք տվյալ երկրում, որի մասին որ խոսք է գնում, ներկա օրերին գտնվում եք այնտեղ։ Շատ շնորհակալ եմ դրա համար, շատ ինֆորմատիվ է։ Ուրեմն կարելի է այսպես եթե ամփոփիչ արտահայտություն փնտրելիս լինեինք, ապա կարող էինք Վենեսուելայի հետ կատարվածը ներկայացնել the morning after արտահայտության ներքո, որովհետև սթափության ժամը եկավ եւ իսկապես բոլոր բացասական կողմերը, բաց թողումները ԱՄՆ-ի կողմից արդեն բավականին առկա են եւ առաջին օրերի վերջին երկու օրերի ընթացքում արտահայտված զանազան կարծիքներ, գնահատականներ, համեմատականներ Վենեսուելայում կատարվածի միջև, Ուկրաինայի դեպքերի միջև, ինչպես է գործում Ռուսաստանի Դաշնության բանակը, ինչպես է գործում ԱՄՆ բանակը, պոպուլիստական արտահայտություններ, բեսեդկայի մակարդակի մեկնաբանություններ իմ թեման չեն, շատ եմ խնդրում, ուղղակի իմեջ մի բերեք, դրա համար բազում էջեր կան, բազում դիտումներով, ձեր ականջը շոյող արտահայտություններ անողներով, մեկնաբանություններում, տեսանյութերում, ես դրա հետ որևէ առնչություն չունեմ, ինձ շատ ավելի հետաքրքիր են գետնի վրա մանրամասները, որովհետև իսկապես պարզվում է, որ ԱՄՆ իշխանությունները ցանկացել էին շռնդալից գործողությունների միջոցով, ինչպես որ միշտ է արվել է Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, դեռ մի կողմ թողնենք այդ գործողությունների հետևանքները, այնտեղ էլ նավթի համար են մտել, որևէ մեկը թող չխոսի, ինչ որ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, աշխարհի նոր աշխարհակարգ, որը շատ ավելի լավն է, քան այն, ինչի համար առնվազն այդքան երկու համաշխարհային պատերազմի ընթացքում այդքան արյուն է թափվել, ես գտնում եմ, որ սառը պատերազմի արդյունքում էլ արյուն թափվեց, սառը պատերազմի ընթացքում, դրա ավարտի շրջանակներում, այդ երկու համաշխարհային պատերազմների արդյունքը միջազգային իրավակարգն էր եւ դա է, այդ իրավակարգն է, որ աշխարհակարգ է, այն ինչ որ ԱՄՆ-ի ներկայիս իշխանությունը ոչ միայն ներկայիս հատկապես սառը պատերազմի ավարտից հետո Մոնրոյի դոկտրին արտահայտելով իրականացնում են, դա սեփական հեգեմոնիայի մոնոպոլիար միաբևեռ աշխարհի պահպանման մոտիվ է, դրա արդարացում է, դրա տակ իրավական հիմք չկա եւ այն ինչ որ արտաքին քաղաքական հոսքում ԱՄՆ-ն իրականացրել է, միշտ արտահայտվել է, արտացոլվել է ներքին քաղաքական հոսքում եւ սա բացառություն չի լինելու եւ իր իրավական քաղաքական հիմքերով ռազմական գործողությունների որակով այն եւս նման հետք է թողնելու ԱՄՆ-ում արդեն իսկ զարգացող ներքաղաքական պառակտումների վրա, որոնք շատ անդունդային են, մեծ ազդեցություն են ունենալու ԱՄՆ ներքին շուկայի վրա, տնտեսական բոլոր կանխանշանների վրա, որովհետև այն տնտեսական զարգացման ամբողջ ծրագրավորումը ԱՄՆ կախված է դոլարի գլոբալ հաստատման, դրա պահպանման, պետրոդոլարը առանձին ինստիտուցիոնալ երևույթ որպես, նրանք ում հետաքրքիր է, անպայման ուսումնասիրեք մերձավոր արևելքի պատմության տեսանկյունից հետաքրքիր զուգահեռներ կգտնեք այն ամենի հետ, ինչ որ կատարվում է Լատինական Ամերիկայում, ուրեմն նրանք այդ կորուստը կրելով, գլոբալ դոլարի ուժը կորցնելով, դիմեցին այս շատ անհամեմատ ագրեսիվ քայլին, անգամ ներքաղաքական չափանիշներով, անգամ այն բոլոր մարքեթինգային կետերի տեսանկյունից, որ ԱՄՆ սիրում է գովազդել իր զավթողական հերթական պատերազմների ժամանակ, որ իրենք իրավական պետություն են, իրենք օրենքների կարգուկանոնի պահպանման կողմնակիցներ են, իրենք հանուն արդարության են ամեն ինչ անում եւ ուրեմն հետևանքները կլինեն արդարացի, ոչ, արդեն ամերիկյան փորձագիտական համայնքը դժգոհ
գոհ է մեղմ ասած, որովհետև նա շրջանցել է կոնգրեսի իրավասությունը, որովհետև անգամ նման գործողությունների պայմաններում գործադիր իշխանությունը պարտավոր է գերգաղտնիության պահպանման անհրաժեշտությունից ելնելով գոնե 8 կոնգրեսմենների հիմնական 4 հոգին դեմոկրատներից 4 հոգին հանրապետականներից առաջնորդող դիրքերում գտնվող տեղեկացնել, որ նման գործողություն է սպասվում։ Իրանի դեմ 12-օրյա պատերազմից առաջ Տրամպը միմիայն տեղեկացրել էր 4 հանրապետական կոնգրեսմենների։ Այս դեպքում ոչ ոքի նա չի տեղեկացրել։ Եվ հետաքրքիր կոնֆլիկտ է զարգանում հենց հանրապետականների ներսում Վենսի կողմնակիցների եւ Տրամպի շուրջ հավաքվածների միջև Վենսը ներկա չի գտնվել Մարալագոյում տեղի ունեցած Վենեսուելայի պատերազմի վերաբերյալ մամլո ասուլիսին, Տրամպի դիստանցիա է վերցրել, կտրուկ հայտարարություններ չի կատարել, ինչպես որ կատարում է Ռուբիոն, եւ դրա համար նա նաեւ շատ լուրջ պրետենդենտ է նախագահական թեկնածու լինելու հանրապետականների կողմից եւ արդեն իսկ Տրամպի այս գործողություններից նա դիստանցիա վերցրեց, հատկապես որովհետև լեգիտիմության հիմքերը նման հարձակման պակաս են։ Եվ սա շատ այսպես հուսահատ քայլ է եւ հետաքրքիր վերլուծականներ գնացին եվրոպական շատ առաջնային տնտեսական, ֆինանսական մեկնաբաններից, նաեւ ԱՄՆ-ից Ջեֆրի Սաքսը օրինակ շատ հետաքրքիր վերլուծություններ է տալիս, ինձ դուր է եկել Դագլաս Մակգրեգորի վերլուծությունը, Լարի Ջոնսոնի վերլուծությունները, սրանք բոլորը կարող եք դիտել, շատ հետաքրքիր է Իրանի կողմից պրոֆեսոր Մարանդիի տված հարցազրույցը Ջորջ Գալավեյի on-line YouTube-յան թոք-շոուում, որովհետև բոլոր իրավական կետերով, որ կարելի էր խախտել նման հարձակում իրականացնելու համար, բոլորը իրականացվել է, այսինքն ինքը իր մոտիվներով 18-րդ, 19-րդ դարը հիշեցնող գաղութատիրական գործողություն է, համեմված մեկ գիշերվա մեջ հնչեցրած սպառնալիքներով միաժամանակ մի քանի երկրների դեմ Կուբայի, Կոլումբիայի, մասամբ նաև Բրազիլիայի այսպես բոլորին սպառնալով Կուբայի իշխանությունը շուտով կփլուզվի ինքն իրեն ասում է, հետո Կոլումբիայի նախագահին է սպառնում, Մեքսիկային է սպառնում, Եվրոմիության երկրները բնականաբար վաղկոտ հայտարարություն են արել, ես նույնիսկ ոչ մտեղ չեմ հրապարակել Եվրոմիության այսպես կոչված միացյալ հայտարարությունը մի ամբողջ լավաշ ոչինչի մասին, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա եւ նրանց շուրջ հավաքված երկրորդական կարևորության երկրները ասում են, դե Մադուրոն շատ վատ ղեկավար էր, երկիրը ծայրահեղ իրավիճակի էր հասցրել, անկախ նրանից ինչպես եղավ այս գործընթացը, արդյունքը լավն է, իսկ Հունաստանի վարչապետը օրինակ գրել է, որ այս գործողությունների իրավականության հարցը քննարկելու ժամանակը չէ հիմա, ինչին Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը պատասխան է գրել, այս ամենը X պլատֆորմի վրա է տեղի ունենում, ասել է, իսկ երբ է ժամանակը, ասեք, որ մենք ահազանգ դնենք, այդ ժամին արթնանանք եւ հասկանանք երբ է ժամը, որովհետեւ այդ գործողություններում Եվրոմիությունից Իսպանիան հստակ այլ դիրքորոշում է դրսևորել արտահայտել ներողություն, բառը մի քիչ այսպես ուրիշ լեզվով էր գլխից գալիս եւ միացել է Բրազիլիայի, Կոլումբիայի, Վենեսուելայի, Կուբայի Մեքսիկայի հետ համատեղ հայտարարությանը, որտեղ նրանք կտրականապես դատապարտում են այս գործողությունները ԱՄՆ-ի կողմից նման ձևով արված, եւ այստեղ մի նյուանս էլ նշեմ, որ Լինզի Գրահամը, որը այսպես շունիկի պես Տրամպի ինքնաթիռում կողքը կանգնած հարցազրույցներին լրագրողների հետ մասնակցում էր եւ ասաց, որ շատ մեծ սխալ արեց Մադուրոն, նախագահ Տրամպը նրան առաջարկել էր Թուրքիա փախնել, բայց նա մեզ չլսեց եւ տեսակ ինչ եղավ, ոչ, դրա հակադարձ կողմը կա, որովհետեւ Մադուրոն հանձնվելով
հարցականի տակ է դնելու ԱՄՆ լեգիտիմ համակարգը առհասարակ իրեն լեգիտիմության իր դեմ ներկայացված մեղադրանքների լեգիտիմության հիմքերը, որովհետև կրկին ամերիկյան փորձագետներն են սա նշում, կարող եք այսպես search անել ինձ ռսի ագենտ անվանողները, եթե դուք search անել գիտեք կամ առհասարակ հետաքրքրված եք դրանով, ապա կտեսնեք, որ իրենք ներկայացնում են, որ այն մեղադրանքները, ըստ որի Մադուրոն ասոցացված է թմրադեղերի կարտելների հետ, այդ կարտելների առաքման գծերը սահուն գործարկելու համար գործող ռազմական խմբավորումների հետ, որ նրանց հրամանները ինչ-որ տալիս, ինչ-որ բաներ, ոչ մի նման փաստարկ չկա, իսկ այս кейսերը, այդ լեգիտիմ հիմքերը նման մեղադրանքների մի քանի ամիս է արդեն ամերիկյան համապատասխան հանրային շրջանակներում լայն քննարկում ունեն, լայն քննարկում մանրամասն վերլուծություններով, որովհետև արդյոք էքզորբիտանտ իրավասության կանոնները ԱՄՆ իրավական համակարգի կարող են տարածվել այդ անձի դեմ։ Եվ Մադուրոն բավականին լավ տրամադրության մեջ էր, անգամ երբ որ իրեն ականջները փակ, աչքերը փակ բերում են այդպես կանգնած վիճակում, դա նրա համար է, որ նա իբրև թե չիմանա, թե իրեն ուր են տարում, այսինքն ինքը գիտի ովքեր են իրեն առևանգել, ինքը բնականաբար գիտի ուր են իրեն տանում, ինքը ինքնատիրից դուրս գալուց հետո այսպես շնորհավորում է այնտեղ այդ ամերիկյան թմրադեղի դեմ պայքարի ջոկատայիններին, ձեր նոր տանի շնորհավոր եւ այլն, կնոջը առևանգել են որպեսզի օգտագործեն բնականաբար որպես իր վրա ներազդելու մեխանիզմ, իսկ իրենց երկուսին օգտագործելու են հիմա Վենեսուելայի կառավարության վրա ճնշում իրականացնելու համար եւ ցույցերը վերջին 2 օրերի ընթացքում Վենեսուելայում տեղի ունեցող եւ շարունակվող ցույց են տալիս, որ Մադուրոյի ռեյտինգը բավականին բարձրացել է, նրա պոպուլարությունը բավականին բարձրացել է, նրա փոխնախագահը, որ ներկայումս նախագահի պաշտոնակատար է, նրա պաշտպանության նախարարը, ներքին գործերի նախարարը, Կարակասի քաղաքապետը իրենց հայտարարություններում միշտ հողում են անում Մադուրոյի անձին, Մադուրոյի հայտարարություններին, իրենց երկրի սահմանադրությանը, ասում են, որ երկրի բանակը պատրաստ է դիմակայելու այս ամենին, Կոլումբիայի նախագահը միջոցառումներ է նախաձեռնել, ըստ որի իր բանակի շարքերում ստուգումներ են անցկացնելու, նրանք ովքեր պրո-ԱՄՆ հայացքներ ունեն եւ այլն հեռացվելու են, նույն բանը Վենեսուելայում է տեղի ունենում, այսինքն իրենք օգտագործելու են եւ օգտագործում են արդեն իսկ այս շանսը այսպես կոչված 5-րդ շարասյունների դեմ, այսինքն սրանով ԱՄՆ ավելի մեծ վնաս է հասցրել ընդդիմադիր շարքերին այդ երկրներում գտնվող, որոնք ժողովրդավարության ինչ-որ ծիլեր իրենց մեջ պարունակում էին։ Չիլիի նախագահն է, Չիլին է մոռանում անընդհատ նշել, շատ կարևոր հայտարարություն է արել, ինքն էլ սոլիդար է այդ երկրի հետ, որովհետև միջազգային իրավունքի նորմ է խախտվել եւ կարևոր է այստեղ Դելսի Ռոդրիգեզի հայտարարությունը, նախագահի պաշտոնակատար որպես, որ Վենեսուելան, ինչպես որ հայտարարել էր Մադուրոն, բաց է ԱՄՆ-ի հետ համագործակցության համար ըստ միջազգային իրավակարգով սահմանված պայմանների, այսինքն եթե նույնիսկ նավթային ընկերությունները ցանկանում են մուտք գործել, դա լինելու է Վենեսուելայի օրենքների համաձայն եւ Վենեսուելայի միջազգային համաձայնագրերը այլ երկրների հետ նավթային առևտրի առումով դրան վերաբերելու են, այսինքն այստեղ անդրադառնանք եւս մի կետի, որտեղ այսպես Լինզի Գրահամը ինչպես որ ներկայացնում էր, դե թող մնար Թուրքիայում, բայց չմնաց եկավ եւ գլխացավանք դարձավ, նույն ձևով է այսօր ամերիկյան մամուլում խայտարակ ձևով տարածվում է, որ Տրամպը նվազեցրեց Մարիա Մաչադոյի Վենեսուելայի արտաքսված օպոզիցիայի ղեկավարի, որը Նոբելյան մրցանակ էր ստացել այն խոսքերի համար, որ կոչ էր անում ԱՄՆ-ի պատերազմով հարձակվել Վենեսուելայի վրա, նրա դերը նվազեցրեց եւ ասաց, որ նա չի կարող ներկայումս նախագահ լինել, որովհետեւ Տրամպը նեղացել է իրենից, որ ինքը Washington Post-ն է գրել, լուրջ մամլո միջոց է, The Washington Post գրել է, որ Տրամպը նեղացել է Մաչադոյից, որ նա չի հրաժարվել Նոբելյան մրցանակից եւ այն չի փոխանցել Տրամպին, կամ հրաժարվել եւ ասել, թե Տրամպին չեք տալիս, ես չեմ վերցնում։ Մաչադոն անմիջապես այդ պարգևը ստանալուց հետո, ընդ որում իրեն ծածուկ մի քանի երկրների հատուկ ծառայությունների օգտագործման դուրս էին բերել Վենեսուելայից, նրա որտեղ գտնվելը պարզ չէր, որպեսզի նա մասնակցեր այդ Նոբելյան մրցանակի շնորհման արարողությանը, նա անմիջապես երբ որ ստացավ, ասաց, ես իմ այս պարգևը նվիրում եմ Դոնալդ Տրամպին, այսինքն իր պատվին է սա եւ այլն, այսինքն ամեն ինչ տեղը դրված էր։ Ինչու այս մարքեթինգային
տրուկները ինչու են օգտագործում, որովհետև երկրում իշխանության են չավեզիստները, դրա համար էլ այդ նույն օդանավում իր տված պրես-կոնֆերանսի ժամանակ Տրամպը ասում է, որ ինքը կտեսնի ինչպես է իրեն պահում ներկայիս վարչակազմը, նա Դելսի Ռոդրիգեզին սպառնում է, եթե նա մեր ասածները չկատարի, նա ավելի վատ ճակատագրի կարժանանա, քան նույնիսկ Մադուրոն առևանգել են ինչ-որ տենց դատավարություն եւ այլն, այսինքն կարելի ասել, որ նրան սպառնում է սպանությամբ, որպես այսպես ֆաշիստական, գաղութատիրական ռեժիմի դիկտատոր։ Կամ Ջեֆրի Սաքսը այսպես մեղմ ձևով իրեն համեմատեց հռոմեական կայսրության Տիբերիուսի կայսրի օրոք իշխող ինչ-որ մի կենդանու հետ, Տիբերիուսին է հիշեցնում, իսկ Դագլաս Մակգրեգորը նրան ուղղակի անվանեց Կալիգուլա, Կալիգուլայի պայմաններով, ինքը սպառնում է նրան, իրան կսպանի էլի կոպիտ ասած, եւ ամերիկյան զինուժի 25%-ը ներկայումս գտնվում է Կարիբյան տարածաշրջանում, որովհետև նրանք որպեսի իր ամբողջ այդ հայտարարած ճոխ-ճոխ խոստումները, որ նավթային ընկերությունները ներս են մտնելու, շատ արագ զարգացնելու են, Իրաքում 20 տարի է պահանջվել եւ դեռ ավել, դեռ մինչեւ հիմա շարունակվում է, որպեսի նավթարդյունաբերությունը գնա հասնի ինչ-որ մակարդակի, որը մինչ Իրաքի գրավումն էր տեղի ունենում։ Եվ այս ամենը նավթի մասին, այս ամենը նավթի պաշար ունեցող երկրներին դուրս մղելն է շուկայից եւ դրանք ենթարկացնելն է շուկայում գործելու ամենի կողմից միակողմանիորեն հաստատված նորմերին եւ այդ առևտուրը պետք է լինի միայն դոլարով։ Իսկ Վենեսուելայի նավթը Չինաստանին վաճառում է յուանով վաճառք է իրականացնում Չինաստանի հետ նաև Իրանը, նաև Ռուսաստանի Դաշնությունը, այս երկրները բոլորը միասին համագործակցում են, ինչպես կարող է չավեզիստների ռեժիմի ժամանակ ներս մտցնել ամերիկյան ինչ-որ կորպորացիաներ ԱՄՆ, ինչպես կարող է ասել, որ այնտեղ ժամանակավոր վարչակազմի ղեկավարող Ռուբիոն է լինելու, ինչպես է Ռուբիոն կառավարելու, որտեղից է կառավարելու, Վաշինգտոնից է կառավարելու, ում միջոցով, ով է իրենց լսելու, եւ ամենակարևոր կետը ասում է, որ այդ զորքերը այնտեղ կանգնած են, որտեղ եթե այդ իշխանությունները իրեն չլսան, ապա ամերիկյան բանակը կհարձակվի եւ այլն եւ այլն։ Այսինքն, իր այդ հայտարարությունը առևանգման կադրերը կամ առևանգման վերաբերյալ լուրերի հայտ գալու առաջին վայրկյաններից ի վեր, նա այսպես լոպազ ասեց, որ տեսակ ինչ արագ մտանք, արագ հարցը փակեցինք, դուրս եկանք, ես նայում եմ Ռուսաստանը ինչ է անում Ուկրաինայում, ուղղակի տենց պրիմիտիվ են, էլի շատ պրիմիտիվ են, այդ ոնց են իրանց պահում, այս ամիս միայն 30,000 զինվորներ երկու կողմից, որը այդպես չէ, որովհետև ratio-ն տարբերությունը կյանքի կորուստների առումով կռվի դաշտում Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնությունն առաջնագծում ամեն մեկ զոհված ռուս զինվորի դիմաց ուկրաինական կողմը տալիս է 36 զոհ եւ դա միայն ուկրաինական կողմը չի, դա ամբողջ ՆԱՏՕ-ի բանակն է այս պահին ֆիզիկապես կռվում Ուկրաինայում եւ Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանն էլ Իրանն էլ վարում են միջազգային իրավունքի տրամաբանությունից ելնող ռազմական գործողությունների ռազմավարություն, որովհետեւ իրենց խնդիրը երկրորդ համաշխարհայինից հետո հաստատված միջազգային իրավակարգը, որտեղ հատկապես Չինաստանը եւ ԽՍՀՄ հսկայական քանակի զոհեր են տվել, ու անկախ նրանից, թե որոշ գլենդելաբնակներ ինչ են մտածում այդ մասին, դա շատ թանկ արժի այդ պետությունների եւ այդ ժողովուրդների եւ այդ քաղաքակրթությունների համար, ովքեր ցանկանում են իրենց իսկ մայրցամաք Եվրասիայում ապրել եւ առևտուր անել այնպես, որ դա չի խախտում միջազգային իրավական նորմերը, այլ ոչ թե օվկիանոսից այն կողմ վերընկած ինչ որ բձուկը մահաճույք եւ նրան շրջապատող օլիգարխիկ կրիմինալ կազմակերպված քրեական հանցախմբի, որոշ դեպքերում նրանց ղեկավարում են պեդոֆիլներ ուղղակի, այդ շրջանակների կմահաճույքը ինչը ենթադրում Եվրասիայի մայրցամաքի համար, որովհետև այդ օլիգարխիկ խումբն է, որ Հայաստանում թավիշ է արել, այդ խումբն է, որ Արցախ է հանձնել, այդ խումբն է, որ Զանգեզուրն է վերցնում, իսկ դրա տակ թույլ է տալու, որպեսզի թուրքերն ու ադրբեջանցիները հայերին կոտորեն, այդ խումբն է, որի դեմ դուք երբեք դուրս չեք գալիս, ցույցեր չեք անում, չեք տեսնի երբևէ, որ խոսեք ԱՄՆ-ի կողմից,
հայտարարված սանկցիաների քրեական բնույթի մասին։ Դրա համար այս պետությունները միջազգային իրավական նորմերը ՄԱԿ-ի շրջանակներում սահմանված հաստատագրում են քննադատությամբ հանդերձ, բարեփոխումների կոչերով եւ գործողություններով հանդերձ եւ ցույց են տալիս աշխարհին who is the bully in the world and the bully is the United States of America, որը գնալով մեծ հարցականի տակ է դնում իր ներկայության փաստարկը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, ինչ գործ ունի նա որպես մշտական անդամ երկիր, եթե նման նացիստական գաղութատիրական վարքագիծ է դրսևորում։ Եվ ուրեմն հիմա այդ հայտարարությունների մեջ Տրամպի այդ կարևոր պահին եմ ուզում անդրադառնալ, որ նա ասում է իրենք պրիմիտիվ են, մենք ոչ, մենք շատ արագ մտանք դուրս եկանք, իրանք այսքան մարդ են սպանում եւ այլն, նա նկատի ուներ, որ օդուժով եկան հարվածեցին, ինչ որ խումբ իբրև թե վերացրեցին, ես ձեզ հիշեցնեմ, որ մի քանի ամիս առաջ ընդամենը նրանք Եմենի իշխանությունների կառավարության կազմի 28 հոգու սպանել էին։ Նրանց ում իրենք անսարուլա են իբրև թե անվանում Եմենի դեմ ապօրինի ԱՄՆ-ի սկսած տերորիստական ահաբեկչական եւ ցեղասպանական պատերազմի արդյունքում երկիրը պաշտպանած ուժին եւ լեգիտիմ կառավարությանը եւ եմենցիների դեպքի նման իրանք Իրանում էին փորձել անմիջապես առաջին ժամերին Իրան դեմ հարվածի մտնել ամբողջ քաղաքական թիմին գործադիր իշխանության բոլորին վերացնել, ոչ միայն ռազմական, այլ բժշկյանին, այլ առաքչին, պաշտպանության նախարարին, բոլորին եւ ի վերջո Խամենեին։ Եվ հիմա էլ դա օրակարգում է եւ ընդամենը օրեր առաջ մահափորձ էին արել Պուտինի դեմ իրանց կապիկ Զելենսկու դրոնային հարձակման միջոցով այնքան կապիկա որ առանց Վաշինգտոնի թույլտվությամբ նման բան չեր անի որովհետև ԱՄՆ-ի դոկտրինան շատ ճիշտ բացատրում է Ջեֆրի Սաքսը խորհուրդ եմ տալիս լսեք որովհետև ներկայացնում է ինչպես է գործում ինչպիսին է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության տրամաբանությունը Եվ Դագլաս Մակգրեգորն էլ, ուրեմն Ջեֆրի Սաքսը ներկայացնում է, որ այդ արտաքին քաղաքական գիծը պրոյեկտների պես է կատարվում, որովհետև Վենեսուելա պրոյեկտը 23 տարի է սեղանին է եղել, Իրան պրոյեկտը դեռևս 53 թվականից իրենց սեղանին է, Ռուսաստան պրոյեկտը դեռ շարունակում է մնալ իրենց սեղանին սառը պատերազմի ավարտից հետո, իսկ Դագլաս Մակգրեգորը շատ ուղղակի ձևով ներկայացնում է, ինչպիսի իրավասությունների լայն շրջանակ ունեն եւ որ չափով աուդիտի ենթակա չեն ԿՀՎ-ի եւ Պենտագոնի ուժային համակարգերը ինչպես են նրանք գործում եւ որքանով են որոշակի իրադարձություններ իրականում կախված բուն, ասենք ԱՄՆ նախագահից, այսինքն երկուսն էլ առաջ են բերում հիմնականում ԱՄՆ պետության ներկայիս սահմանադրականության ճգնաժամը, որովհետև ներկայիս գործադիր իշխանությունը խախտում է սահմանադրությունը, որովհետև ունի լգստված ուժային համակարգ։ Եվ հենց դա խորքային կրիզիս է առաջացնելու ԱՄՆ-ում եւ երկուսի հիմնական նպատակը իրենց ելույթներում դա է, որովհետև իրենց սիրտը ցավում է իրենց պետության համար։ Մեր սիրտն էլ ցավում ենք տենց բան չեք էլի որ գան մարդկանց վերացնեն եւ այլն, բայց ոչ եւ այլն ինչպես որ անում է ԱՄՆ Իրաքում, Լիբիայում, Սիրիայում ցեղասպանություններ է տեղի ունենում, ինչպես որ սպանում է պաղեստինցիներին Գազայում, տենց վերընկած իրանք ինչ որ տենց հա էլի տենց դե թող տենց սպանեն, դե թող չգիտեմ ինչ որ no, that doesn't work like that. Այդ ամեն ինչը վերադառնում եւ արտացոլվում է երկրի ներսում եւ այդ մարդիկ այդ հարցն են բարձրացնում։ Տրամպի հիմնական ասածը նա էր, որ կարիք չկա, որպեսզի իր բանակը մտնի եւ ինչ որ այսպես մխրճվի, այստեղ ոչ թե արդեն անապատային Իրաք է, այլ ջունգլիներով պատված 30 միլիոնանոց բնակչություն ունեցող, հսկայական տարածք ունեցող մի պետություն է։ Վիետնամի պատերազմի վերածվելու բոլոր սինդրոմներով, ինքը բոլոր սիմպտոմները տեղում են։ Եվ հարակից երկրներում այդ ամենը արտացոլվելու է։ Անկամ եթե դու ինչ որ այսպես քաոս ստեղծես, ինչ որ տարբեր երկրներում քաղաքացիական պատերազմներ ստեղծես, ինչ որ անգամ բերես ինչ որ մեկին նստացնես, ասես, որ այս է լեգիտիմ իշխանությունը, ինչպես որ Ալ-Ջոլանիին դրել են Սիրիայում։ Կամ Տրիպոլիում դրված ժամանակավոր կառավարությանը, ում իրենք ասում են, որ սա է Լիբիայի պաշտոնական իշխանությունը, միայն սրան ենք մենք ճանաչում։ Կամ ինչպես որ անում են Եմենում, Ադենը որպես մայրաքաղաք հայտարարած, Սաուդյան եւ Էմիրատների ուժերին պատկանող, նրանց ենթարկվող փոքրիկ ցեղախմբերին, որոնք որևէ առնչություն չունեն երկրի 80%-ում, մնացած երկրի 80%-ը դա եմենցիներն են, ում չգիտես ինչի իրանք անվանում են խուսիտներ, խութիներ են անվանում, տենց տարանջատում են։ Կամ հիմա ինչպես որ Սոմալիայում Սոմալիան եւ Սոմալիլենդն են ինչպես որ անջատում Այդպես չի աշխատելու դա։
Եվ նա ասում էր, որ իրանց բանակը չի մտնել, ինչպես որ Բուշ կրտսերը ժամանակին եկավ եւ տենց mission accomplished մեծ պաստարի ֆոնի վրա կանգնած ամերիկյան ռազմական նավի վրա հայտարարեց, որ ինքը եկավ իր պապայի համար վրեժ լուծեց, Սադամը չկա, ուրեմն վсё, ուրեմն վաղվանից Իրաքում դեմոկրատիա, դա էլ չեղավ, չէ՞։ Հետո բանակը գնաց եւ մխրճվեց եւ մինչեւ մխրճվածը ընդ որում հիմա արդեն չի ուզում դուրս գա։ Ժամանակն էլ է լրացել, պայմաններն էլ են լրացել։ Իրաքը ապացուցել է, որ ինքը կարողանում է իգիլի հարցերը լուծել ու տենց բավականին քաղաքավարի դուրն է ցույց տալիս ամերիկյան զորքերին, որոնք հրաժարվում են դուրս գան։ Որովհետև այլևս այդ պետրոդոլարի երևույթը BRICS-ի համակարգը ցույց է տվել, որ չի գործում։ Եվ այդ խոսույթով նախ ստիպված է լինելու իր զորքը մտցնել, մենք դեռ կտեսնենք, չեմ ուզում արագ առաջ վազել, բայց հիմնական թիրախը դա է, դոլարի, պետրոդոլարի գերակայությունը վերասահմանելն է։ Եվ իր օլիգարխիկ շրջանակին այդ ասեղը տրամադրելն է, որտեղ առանց ասեղի այդ համակարգը օլիգարխիկ քրեական չի կարող աշխատել։ Համար նաև իր խոսքի մեջ ինքը այսպես շիրատալու, այսպես թասիբի գցելու բաներ անում, դե թող իրանք էլ անեն, դե թող ռուսն էլ անի։ Բա որ դու տենց տղա ես ու դու ուզում ես, ասենք Պուտինին սպաներ, բա գներ դու Ռուսաստան մտներ, ինչ քո այդ ամերիկյան դելտա ուժը գնում։ Ընդ որում դու նախապես մարդկանց առել ես, դու ինչ որ դավաճան ես առել ներսից, ոնց որ Հայաստանում էր դավաճաններ առել։ Որոշներն էլ Մոսկվայում են տեղակայված, հիմա էլ Հայաստանում բան են, դանդիմություն են խաղում էլի յանիմ թե։ Ժողովուրդն նստել է Սերժն է բերել, էդի սեր չէ դուք եք բերել, դուք ձեր ամերիկանում ձեր քուչեքում, ձեր գլենդելնելում, ինչ որ բաներ եք խաղացրել գակը, ինչ դուք ախանդավոր ինչ որ Քրիստինե Հալաջյաններ եք խաղացրել, տրճիկ եք տվել էշեշ, կադրեր եք արել, ոնց որ ամերիկյան վենեսուելացիները ինչ որ տենց, Maduro is gone եւ այլն, հիմա էլ ասում եք Յանում Սերժը Նիկոլին, չէ ձեր Տրամպն է Նիկոլին բերել, ձեր Տրամպն է իմ Արցախի գլխին էս փորձանքը բերել, ձեր Տրամպն է սիրում, փայփայում, շոյում Ալիևին էլ Էրդողանին էլ, դուք ոչ մի բան չեք կարող անեք։ Որովհետև միջազգային իրավունքի նորմերի հանդեպ հարգանքով եթե իշխանությունը չի աշխատում այսօրվա աշխարհում գերիշխանությունը, դա վերադառնալու է ձեզ այդ շիրատալու պահը նրա համար է, որտե դուք էլ մտեք, դե դուք էլ արեք, դե դուք էլ մտեք չգիտեմ ինչ, անընդհատ այդ են անում, ամեն անգամ կարմիր գծեր անցնելուց, Գազայի վրա հարձակվելուց, ամբողջ պաղեստինցիներին ցեղասպանելու մոտիվներով, Սիրիան քարուք հանդանելուց, բա եկեք դուք էլ արեք, բա եկեք իրանք հրահրում են, իրանք ուզում են պատերազմ, իրանք ուզում են թեժ պատերազմ, իրանք ուզում են մասշտաբային ռազմական գործողություններով իրենց պատասխանի կամ Իրանը, կամ Ռուսաստանի Դաշնությունը, կամ Չինաստանը, չէ, շատ հանգիստ պահմտոցի են խաղում հիմարների հետ, ուղեղից թռած դեմենցիայով տառապող, մեկը մյուսին հաջորդում են, մեկը մյուսից ավելի խորը դեմենցիայով։ Ոչ դիվանագիտական մոտեցում, ոչ հարգանք մյուսի հանդեպ, անընդհատ սանկցիա։ Սանկցիայի իրավականության խնդիրն է հենց հիմա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկվում Վենեսուելայի հետ կատարվածի շրջանակներում։ Խնդիրը բարձրացրել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ջեֆրի Սաքսը։ Հատուկ հրավիրված խոսնակ է։ Լսեք հիմա, հենց այս ժամերին, հենց հիմա դա ընթանում է։ Որքանով իրավունք ունի մեկ պետություն, ապօրինաբար Բրեթոն Վուդզի համաձայնագրին ինչ-որ հղում անելով, օգտագործի դոլարը որպես զենք, սանկցիաների տակ գցի, աղքատացնի, սնանկացնի ամբողջ ժողովուրդ, ինֆլյացիաներ ստեղծի, որպեսզի նրանք դուրս գան ինչ-որ այսպես ցույցերի, որպեսզի ինքն էլ հելնի ասի, այ դու կառավարություն, եթե դու իրան կպել ես, ես կգամ իրան քեզնից կպաշտպանեմ։ Ու ցուցարարների շարքերում դնի հատուկ վարձակալված ահաբեկիչների խմբավորումներ, ում նախապես տարել է տրեյնինգների, ում նախապես սովորացրել է բոլոր միջոցները, հիմա ցույցերի ժամանակ կառավարում են, հեռախոսներով, ինստագրամներով եւ այլն, ասում են իրանք ինչ անեն, ասում են իրանք ինչ բան, որպեսզի իրանք խաղաղ ցույցերի մեջ գնան մարդ սպանեն։ Ոնց որ եղավ Ուկրաինայում, ոնց որ ուզում էին անեն Հայաստանում, ու Սերժ Սարգսյանը թույլ չտվեց, որ դա լինի։ Բայց այս հիմարը պատրաստ է մարդ սպանի, այս անասունը մարդ է սպանում։ Տրամպի բերած անասունի վաստակը, այդ եթիմի ծնունդ են, որ սաղ Ամերիկա հայրով ծափեք է տալի։ Նիկոլ, որ հիմա եկեղեցին է պղծում, ամեն օր, Սուրբ Ծննդյանորով եկեղեցի է պղծում։ Համար այս ամեն ինչը այդ ձևով չի աշխատում, ինքը շիրան տալիս է, շիրան չեն առնում ու լավ են անում, որովհետև հարցը
դոլարի գլուխը կտրելն է, ոչ թե որ դոլարը ոչնչանա եւ այլն կամ ԱՄՆ-ը ոչնչանա, ոչ մի երկիր ԱՄՆ-ի հանդեպ չի վերաբերում այդ տրամաբանությամբ, ինչպես որ սովորաբար ԱՄՆ-ը վերաբերում է այն երկրներին, ում դեմ ինքը այդ գործողությունները սկսում է։ Նույն ծրագիրը, որ Վենեսուելայում արել է, նույն նպատակով աչք ունի Իրանի վրա եւ Ռուսաստանի Դաշնության վրա հարձակվել, ներքաղաքական ապակայունացմամբ քաոս պատճառել, բերել այնպիսի իրավիճակի, որտեղ կարող է դրսից հարձակվում ես, բերում ես ինչ-որ խամաճիկների ես դնում, կամ առհասարակ չես դնում, ասում ես ես եմ ստեղ իշխանությունը, ու սկսում ես ռեսուրսները քեզնով անել, ոնց որ արեց 90-ականներին։ Ոնց որ անում էր ԱՄՆ մեր հետ խորհրդային տարածքում, հատկապես Ռուսաստանի Դաշնությունում, որ մասնատի պարակտի ռեսուրսները վերցնի, ինչ-որ Խադարկովսկիներ ստեղծի, ինչ-որ տենց օլիգարխատ ստեղծի, այդ օլիգարխատի համակարգը հետ խորհրդային տիրույթում ստեղծել է ԱՄՆ-ը։ Իրանք այդ մարդկանց վրա են ստավկան դրել, իրանք ստավկա չեն արել ճիշտ կրթություն, ճիշտ էթիկական նորմերով պետություն կառավարելու ձիրքեր ունեցող անձանց վրա, իրանք ստավկան դրել են այդ ցեխավիկ կրիմինալ մասայի վրա, ում թույլ են տվել, որ իրանք այտենց յուրացնեն այդ գումարները, վերցնեն այդ հարստությունները երկրի, հիմնական մասը տան իրանց, իսկ իրանք ստանան դրանից տոկոսներ ու մեր գլխին նստեն գրզոներ, էլի, ինչ որ տենց յանում իրանք միլիարդեր են, ազնիվ սեփականատերեր։ Այդ է մոդելը ԱՄՆ-ի, դրա մասին է խոսքը, ու այդ նույնը Իրանին են իրանք ուզում անեն։ Ու ցույցերը շարունակվում են։ Ցույցերի մասնակիցների քանակը Իրանում քչացել է, բայց վայրագությունները շատացել են մեկը մյուսի հետևից, Իրանի հատուկ ծառայությունները, ուժային ջոկատները, ոստիկանական ուժերը գտնում են այդ պահոցները զենքերի։ Հիշացնում են նույն կադրերը, ինչպես որ Թբիլիսիում, երբ որ փորձում են այդտենց ցույցեր անել, ընտրությունների արդյունքները չընդունած, ամերիկյան, եվրոպական ջոչերի տակ գտնվող վրացական ընդդիմության ուժերը։ Իսկ Հայաստանում ով հրաշք, Հազիվսկի 14% աջակցություն չունեցող ինչ-որ կապիկ ցիցո անասունի դեմ ոչ մի բան հնարավոր չի կազմակերպել, ոչ ընդդիմությունը, ոչ մեկ, ոչ զենքը, ոչ մի բան չկա։ Ու շատ տիպիկ էր նաև այդ պրես կոնֆերանսի ժամանակ, իրեն հարցնում են, ասում են, այդ Հոնդուրասի առաջվա նախագահին, որ տենց բռնել էր ԱՄՆ նույն թմրադեղերի, իբրև թե բարոն լինելու մեղադրանքով, դուք նրան ամնիստիա եք տվել, իսկ հիմա Մադուրոն բերում եք, ասում եք թմրադեղերի, չգիտեմ ինչ է, չնայած ինքը այդպեսին չի։ Այդպեսին չի։ Ինքը ինչ պատասխան է տալիս։ Ամենաառաջին նախադասությունից Լատին ամերիկյան երկրներ է նշում, Արգենտինա, Չիլի, ասում է, ես ինչ երկրի նախագահը, երբ որ տեխնացու էր, իմ աջակցությունը խնդրեց, ես տվեցի իմ աջակցությունը, դարձավ նախագահ։ Այն ինչին տվեցի աջակցությունս, դարձավ նախագահ։ Հիշում եք Բրազիլիայում էլ էր մեկին ուզում բերել, հիմա ներկայիս Բրազիլիայի իշխանությունը դրան նստեցրել է։ Ասում է Հոնդուրասի ղեկավարին նստեցրել էր Բայդենը։ Անազնիվ մոտիվներով, ասում դա արդար չէր, դրա համար ես իրան ամնիստիա եմ տվել, ինչ է ուզում ասի, որ լիդերը, որ անձամբ ինձ դուր կգա, իմ հետ կաշխատի, ես իրան կսարքեմ վլաստ, ոնց որ Նիկոլն է, ոնց որ Էրդողանն է, ոնց որ Նետանյահու հետույքն է փրկում, Նետանյահուն տոել թմրադեղերի, կոռուպցիայի 4 դեպքերի մեծ լսումներ է գնում դատարաններում Իսրայելի, արդեն 7 տարի է։ Ինչ արեց, գնաց, հասավ Թել Ավիվ, ասաց, այս մարդուն ամնիստիա տվեք, այս մարդը լավ մարդ է, այս մարդը ազնիվ մարդ է, այս մարդուն խեք դատում։ Գնաց Կնեսետում նստեց, Կնեսետում էր նաև Իսրայելի նախագահ, ասաց, խչես ներում տալիս, խչես համաներում տալիս սրան բան։ Տենց է աշխարհը աշխատում։ Մեկն էլ եկել էր անցյալ վիդեոյից տակ կոմենտ է գրել, Տրամփ գերոյ, հա, տատուտ գերոյն է, հա, պապուտ բիսետկում տատուտ գերոյն է։ Այն մերժի Սերժին դրանցից ես, չի կարելի պոպուլիստական ուղեղի խախտում ունենալ։ Դրանից ազգա ցեղասպանվում։ Այդ լրջացեք հլը։ Ու միշտ այդպես ինչ-որ տղամարդիկ են, այդպես եթիվ կոմենտ գրողները։ Անգրագիտության մարմնացում, չեմ ոնգիրոյարա։ Այս սա քանդվել է, թե Ամերիկայում ես բնակվում, գլխի տա գալու։ Ոնց որ գերմանացիների գլխին եկավ Հիտլերի արածը, հեսա Հիտլերն է։ Կոլումբիայի նախագահը ճիշտ արեց, ասաց ոնց որ բան է, Գերնիկայի վրա Հիտլերի հարձակումն է։ Սա միջազգային համաշխարհային պատերազմ է հրահրում, այս անասունը, խորքային պետության շահերը ներկայացնող օլիգարխիկ իր կռուգի անունից։ Ինչ է նշանակում այդ երկիրը մերն է, մենք ընդ կարգ ու կանոն ենք հաստատելու, ասում են, բա այդ օպոզիցիոն ուժը բան, Մաչադոն ինչի չես բերում, ինչի չես նախագահ դարձնում, բա երբ են ընտրությունները լինելու եւ այլն, ինչ է պատասխանում։
Ասում է սկզբում պետք է կարգ ու կանոն հաստատենք, պետք է սկսենք զարգացնել, ասում է, նավթային ոլորտը, հետո նոր տեսնենք ընտրություններ կազմակերպենք, հա Մաչադոն էլ կարող է այդ ընտրություններին մասնակցի, լավ կնիկա, բան, թող մասնակցի ընտրություններին, ինքը ով է խոսա, որ երկրում երբ ինչ ընտրություն անեն։ Ում շունն է այդ անասունը, այդ ռիժի շունը, ում շունն է, ձեր ընտրածն է, տարեք ձեր բուտքի մեջ պահեք։ Իրանն է իր կնգանել, որ Էփշտեյնի սամալյոտի մեջ է հետը ծանոթացա, որտեղ էսկորտնիցա է եղել։ Ինքն էլ անչափահաս աղջիկների դեմ մանկապղծության հոդվածներ ունի, որ սաղ տեսանյութերը Նետանյահուի ջեբն է։ Այդ հիմա դեմոկրատիա է կոչվում, или мировой порядок, ինչ է կոչվում դա։ Ո՞նց դուք իրավական պետություն եք կամ ինչ-որ բան եք հասկանում, ձեր ապրած երկրից, որտես նեղացել եք, որ ձեզ ինչ-որ բան եմ ասում, լավ եմ անում, ասում եմ։ Ինչ եք ձեր վրա վերցնում։ Ոնց կարելի է ծափարել ինչ-որ ռիժյան ասում, ինչ-որ նման պետության, ով որ մեր երկրի գլխին էս ա բերել, ռուսը չի բերել։ Այդ չի նշանակում, որ ես ռուսիա ագենտ եմ, այ անասուններ։ Ես ԽՍՀՄ-ում եմ ծնվել, ու ես երբեք դա չեմ փոխելու իմ կյանքում։ Ու ես տեսել եմ ովքեր են տրճիկ տվել ու 90-ականներ արել իմ երկրում, հետո թողե թռգնացել են Ամերիկա։ Այդ սլոյի մասին է խոսքս։ Այդ զլոյ սլոյի մասին, որ Լևոն են սիրում, Նիկոլ են սիրում, ամերիկյան էդի ժողովրդավարություն է բերում, Իսրայելը ճիշտ անում, որ պաղեստինցի է սպանում։ Մի հատ դուս եկեք Ամերիկայի փողոցներում մարդկանց հետ խոսացեք։ Մի երկու բան սիոնիզմի մասին կարդացեք, մի քիչ արաբ քաղաքագետներ կարդացեք, մի քիչ իրանցի քաղաքագետներ կարդացեք։ Ինչ եք ձեր վրա վերցնում։ Ձեր փողերը վերցնում են ուրիշ ազգերին ցեղասպանելու համար, հետո ստանում են այդ սաղ they loot the countries, որը 1907 թվականի Հաագայի կոնվենցիայի խախտում է, պատերազմի կանոնների մեջ է գրված դա։ Դրա համար արուն է թափվել, որ այդ օրենքը գոյություն ունենա։ Արունը հարամ տեղից չի եկել։ Իրանք իրանց հարուստ աղբերությունով իրար մեջ կիսվում են, իրանց էլիտան է։ Կուբրիկի նկարած Eyes Wide Shut-ի պուբլիկան է։ Այդ հիմա ով է, աշխարհի ոստիկանությունն է, ժանդարմերիան ավրեքներս խաբար չկա, ալամ աշխարհի արդարության պահապանով է իրանց էդի նշանակել, ում շունն են իրանք։ Իսկ գլոբալ հարավը, Աֆրիկա, հարավ-արևելյան Ասիա, Լատինական Ամերիկա, ամենևին այտենց չի մտածում, դուք այտենց գաղութացված ուղեղով, այտենց գետոյական մտածելակերպով ձեր համար ապրեք։ Ու դարդ մի արեք ինչ է լինում Հայաստանում։ Ուտեն Սերժն է մեղավոր, Քոչարյանն է մեղավոր, սաղ չորսներ չգիտեմ ինչ, բա որ դու տրճիկ է տալի հրապարակում, դու մեղավոր չես։ Տրճիկ տալուց առաջ չէր մտածում։ Լոսում եկավ նստեց, ասաց եկեղեցի ծնկի են բերել, ում շունն եք դուք լոսում նստեք, հայ եկեղեցուց խոսակ։ Ինչ գործ ունի լոսի մասան, հայ եկեղեցուց խոսա։ Էջմիածնում ով լինի դրանից խոսա։ Ինչ-որ զռլամա թափ-թփուկի հետ, ով որ աղանդավորը կնգացքի եկեղեցով պսակված չէ, երեխեքնը կնքված չեն, իրակ է կնքված չեն։ Ով է ինքը խոսա, դուք են ստեք ծապ տակ, հետո գաք ասեք Սերժն է իրան բերել, դու որ ծապ ես տալի, բերում ես իրան, քո լակոտն է, քո ծնածն է, դու ես իրան երկնել։ Ու դրա համար պատասխանատվություն պետք է վերցնես։ Նեղանում եք նա ով էլ նեղանում մի եկեք, ախպերի մեջ վապշե մի եկեք, ես խնդիր չունեմ, ես ոչ մի բալայտիրոյիստ, ինչու ոչ մի ընտրությունների չեմ գնում, ոչ մի բան ինձ պետք չի։ Ինձ իմ երկիրն է պետք, ես վերլուծաբան եմ մասնագիտությամբ, ասում եմ ինչ ոչ մի մտածում, կարդում եմ։ Ուզում եմ լուծում փնտրեմ, ոչ թե մեղադրական մատ ու չգիտեմ ինչ ու ես իմպիչմենտ եմ ուզում։ Որովհետև հիմա սև ամպեր են կուտակվում, այտենց Էրդողանը ինչ-որ տենց պաժարի մեջ է, այտենց կնոպկեքա այսինց սխմում է։ Ես կոչ եմ ուզում լսեմ, կաթողիկոսից, որպեսի ես վեր կենամ, ու այս տխմար անասունին ուղարկեմ անդե որդեից եկել է, ու բանդ պետք է նստվի, ու դատ պետք է արվի, այդ դատը պետք է մենք բոլորս լսենք։ Համար Վենեսուելան մենակ Վենեսուելայի մասին չի, դա արվում է որպեսի Իրանի վրա հարձակումը հնարավոր լինի։ Իրանի դեմ հարձակման դեպքում մեզ բնաջնջելու են։ Որտեվ այդ գործի մեջ Թուրքիան է ներգրավվելու։ Կապ չունի, դա կլինի Էրդողանի Թուրքիան, թե արդեն Իսրայելը լոբինգ է անում, որ Էրդողանին էլ Մադուրո անեն։ Որոշ հայեր դրանով էլ են ուրախանում։ Էրդողանի փոխարեն կլինի մեկ ուրիշը, ով որ այդ քայլին կգնա։ Սուլթան Համիդը չկոտորի, երի թուրքերը կկոտորեն։ Հասկանում եք։ Ու որ մենք
չունենք տենց հիհի, այս մեր թեման չի, Վենեսուելայից խեն խոսում, Իրանից այս աղջիկը խա Սիրիայից խոսում, որովհետև էդ եղավ, Սիրիա եղավ, չէ՞։ Արցախը գազը սարքեցին, խլեցին։ Հիմա Հայաստանն են սարքում, հա։ Ինչի չխոսամ Սիրիայից, որ դուք բուդ ուտեք, կանգնի բգների տձե բուդը, բդի բոլշևիկներ, արա։ Իմ աշխարհայացքն է, ոչ մեկի ոչ մի բան չեմ ստիպում, չեք ուզում նայեք, մի նայեք, հետաքրքիր չի, առավել եւս ոբշի խնդիր չունեմ։ Բայց այս ամեն ինչը խորքային ձևով չհասկանալը արդյունքը ունի որպես այն աղետները, որոնք գետնի վրա տեղի ունենում բուն տարածաշրջաններում, որտեղ ապրում են ազգեր, որտեղ կերտվել է պետություն, պատմություն, եկեղեցի, այդ այնց գալիս են Ալիևները ու խաչքարներն են այսինքն բզիկ անում, ջարդում, փշրում, եկեղեցիներն են հիմնավոր այսինքն դնում ու ռմբակոծում ու քանդում, այսինքն հիմքից ոչնչացնում։ Դրա համար կարևոր է, շատ կարևոր է, թե ոնց է սա կատարվում, ու շատ կարևոր է տեսնել, թե ինչպես Ռուսաստանը, Չինաստանը պայմաններ են ներկայացնում, արդեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում այսօր ասում են, որ Մադուրոյին եւ իր տիկնոջը անմիջապես պետք է ազատ արձակի ԱՄՆ-ը։ Այսինքն մենք գործ ունենք էսկալացիայի հետ, մենք կտեսնենք ինչ է տեղի ունենալու, ներքաղաքական առումով, ԱՄՆ-ի ներսում, արտաքին քաղաքական առումով, արտաքին տնտեսական, գեոտնտեսական եւ ռազմական գործողությունների առումով, որովհետև Իրանի դեմ սպառնալիքը շարունակվում է, 3 գիշերելի տենց լրահոս գնաց Իսրայելից, Նետանյահուն անվտանգության խորհրդի, այսպես փոքր նախարարական խորհրդի կազմով հանդիպում է անցկացրել, այնտեղ խոսվել է Իրանի մասին, այնտեղ խոսվել է Հեզբոլլահի մասին, այնտեղ խոսվել է Անսարուլլահի մասին, բոլորի դեմ իրենք պետք է պատերազմեն, Սիրիայի մասին է խոսքը գնում, իրենք դժգոհ են Էրդողանից, չեն ցանկանում, որպեսզի Էրդողանը Գազայում թուրքական բանակ հանկարծ մտցնի, Էրդողանը այնտեղ Բլումբերգին հարցազրույց է տալիս, ասում է, որ ցանկացած որակի կարգավիճակով Թուրքիան պատրաստ է մասնակցելու Գազայում, այսպես այդ process-ին, Տրամպը մտածում է, որ ինքը Էրդողանի հետ է լավ, Նետանյահու հետ է լավ, ինքը ինչ որ տենց հայտարարի կգա եւ այլն, բայց մենք տեսնում ենք, որ Նետանյահուն շատ լավ է ունենալով որոշակի կոմպրոմատներ ողջ ամերիկյան վերնախավի վրա շատ լավ է աշխատացնում է եւ այդ կամփեյնը անում են Էրդողանին հեռացնելու համար, նրան ավելի հնազանդեցնելու համար եւ որոշակի գործողությունների են, որովհետեւ պատրաստվում Իրանի դեմ։ Առաջիկա օրերի ընթացքում նրանք այդ մտքից հետ չեն կանգնել, ոչ մի բան չի փոխվել։ Եվ դրա համար լրջանալ է պետք ու համախմբվել իսկականից ու աչուձախ խոսալ իմպիչմենտից, որովհետև այդ խնդրով մարդկանց պետք է փողոց հանել ու խորհրդարանում դրան համատեղ իմպիչմենտի գործընթաց կազմակերպել, ինչպես տեղի ունեցավ Բուլղարիայում։ Սա էլ կարող եք Google search անել, Բուլղարիայի ամբողջ кейսը ուսումնասիրել։ Մի քանի այսպես շաբաթ առաջ է տեղի ունեցել, եթե դեն շատ հեռու իմպիչմենտների պրեդիստորիան չեք ուզում ցանկանալ, ինչպես նաև ԱՄՆ-ում կոչեր են արվում իմպիչմենտի ենթարկելու Տրամպին։ Պես որ հեղեղուկ կերպով սկսվեց այս տարին, կարելի ասել այս նոր տարվա ամենաբնորոշ կետը, այսպես ուրբաթը շաբաթից շուտ է եկել այս արտահայտությամբ։ Ես փակեմ այսօրվա վերլուծությունս, շնորհակալություն հայտնեմ նրանց, ովքեր հետևում են, ում հետաքրքիր է կարդում են, միացեք Telegram ալիքից, որովհետև այս բոլոր նյութերին ես մանրամասն կցում եմ բոլոր լրատվական հոսքեր, վերլուծական հետաքրքիր հոդվածներ, ռուսերենով եմ Telegram-ը վարում, որովհետև այնտեղ տարբեր ազգերի ժողովուրդներ կան, եւ թարգմանության մեխանիզմը շատ լավ է աշխատում, շատ սահուն կերպով, ցանկացած լեզվով գրվածը կարող եք թարգմանել եւ կարդալ։ Ձեզ մաղթում եմ բարի տոնական տրամադրություն, Աստված բարին արարե մեր Հայաստան երկրի համար եւ որ եկեղեցի եւ ազգ միասին այս չարի պատիժը միասին այս տարի մենք տանք ու փոխենք մեր ճակատագիրը մեր ձեռքով դեպի լավը, դեպի ճիշտ հայկական իրավական պետություն իր պատմական հիմքերով եւ իր դեպի ապագան ավելի այսպես հպարտ եւ ուժեղ դիտարկող տեսլականով առանց որևէ մեր ազգային ինքնակերպարի կարևոր ատրիբուտից հրաժարվելու։ Всё. Բարի երեկո եմ մաղթում բոլորիդ։